Շնորհակալ։ Ավարտեցիք, պարոն Խաչատուրյան, պարոն Վաղարշյան, խնդրեմ ձեր հարցերը։ Հարցերը շատ չեն, ըստ էության հարցերի հիմնական մասը դուրս եկավ իմ գոլեգաների կողմից հարցադրումներ անելուց, սակայն մի քանիսը մնացել են եւ ես կուզեի այդ հարցադրումները բարձրացնել։ Առաջին հարցը ուղղում եմ Միասնության թևեր կուսակցությանը։ Պարոն Դրմյան, դուք երեք ձեր խոսքի մեջ օգտագործեցիք ուրեմն ազդեցության գնահատումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտումները հայտ բերելով կամ արձանագրելով չի գնահատել դրանց ազդեցությունը եւ պարոն Խաչատուրյանի հարցին եւս պատասխանելուց էլի օգտագործեցիք գնահատել ազդեցությունը տերմինը, բայց ես հիմա հարցադրումը հետեւյալն է։ Ես ձեր դիմումը ուսումնասիրելուց տպավորությունը հետեւյալն էր, որ Սահմանական դատարան բերված դիմումի գլխավոր եւ առաջնային խնդիրը խախտումների այսպես ցանկ առաջադրելն է եւ այդ համատեքստում, որոնց տերմինը դուք եք օգտագործում, այդ համատեքստում ուրեմն գալ եզրակացության առանց վերհանելու հետևանքային ազդեցությունը, որովհետև դիմողը եւս կրում է այդպիսի պարտականություն, абստրակտ մեն խախտում թվարկել առանց ցույց տալու կամ ապացուցելու դա չէ, ճիշտ չէ, եւ ըստ էության ստացվեց, որ դիմումը, ըստ էության, այսպես абստրակտ դիմում է, որովհետև բոլոր խախտումների այսպես համակարգային թվարկման հանդերձ դրանք չեն հիմնավորում, իմ տպավորությամբ չեն հիմնավորում, ու չեմ ասում բոլորը, էլի, բայց առաջին իսկ տպավորությունն է եւ ընդ որում դուք եզրափակիչ մասում հենց այդ տոնայնությամբ եզրափակել եք ձեր խնդրանքը։ Կուզեի բացատրեք, արդյոք այդպիսին պետք է լինի սահմանադրական ներկայացված դիմումը։ Մեր համոզմամբ մենք բավարար չափով եւ խախտումներն ենք ներկայացրել եւ կարողացել ենք մեր միտքը ձևակերպել առայն, որ այդ խախտումները այլ կարծիք չեն կարող թողնել անաչառ դիտորդի մոտ, որ ընտրությունները չեն անցել ազատ եւ հավասար։ Եվ ես մեկ օրինակ բերեմ, որի վերաբերյալ նաեւ դատողություն կա հենց դիմումում։ Երբ որ խոսում ենք ֆինանսական հաշվետվությունների մասին, քաղաքական ուժերի, մեր դիտարկումը ներկայացված է կոնկրետ քաղաքացիական պայմանագրի կուսակցության մասով, բայց դա հավասարապես կարող է վերաբերել բոլոր կուսակցություններին, բոլոր քաղաքական ուժերին, ուղղակի ինչու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետև նրանց ներկայացված հաշվետվությունը օրենքով սահմանված թույլատրելի հենց շեմի վրա է 798 միլիոն դրամ։ Մենք նշում ենք, թե ինչու մեր կարծիքով այն տվյալները, որոնք պետք է ներկայացված լինեին, բայց չեն ներկայացվել, կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, որովհետև եթե գերազանցված լիներ, ճիշտ ներկայացված լիներ հաշվետվությունը, տվյալները ճիշտ ներկայացված լինեին, այնպես ինչպես որ օրենքն է պահանջում, գերազանցվելու էր օրենքով թույլատրված սահմանային շեմը եւ վրա էր հասնելու պատասխանատվություն կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ, ընդհուպ մինչեւ ուրեմն կուսակցության ցուցակի անվավերության ճանաչում։ Այդ մասին նշված է դիմումում։ Հիմա մնացած մեր բոլոր դատողությունները եւս եւ վերհանված խախտումներային ապացույցները, որ ներկայացվել են, այդ նույն տրամաբանության մեջ են։ Այսինքն անկախ նրանից թե ինչ է գրված ձեր եզրափակիչ մասում, դուք գտնում եք, որ ձեր թվարկած խախտումները հիմնավորված են այնքանով, որ հիմք են տալիս ընտրությունները անվավեր հայտարարել։ Խախտումները եւ նաեւ նշել ենք, թե ինչու է այդ խախտումը, ինչ հետևանք է նաեւ այդ խախտումը առաջացնում, ու որ դա բերում է ընտրողի մոտ ազատ կամքի եւ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի հավասար պայմաններում ընտրությանը մասնակցելու սկզբունքի խախտման։ Դա է որ բերում է անվավերություն։ Եղավ, շնորհակալություն։ Հիմա այս դեպքում ընդհանրապես ընտրական վեճերի վերաբերյալ դիմում ներկայացնելիս նաև առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ սա դասական դիմումի ձև չէ սահմանադրական դատարան ներկայացվող, ինչպես անհատական գանգատների դեպքում, եւ այստեղ առավել կարեւոր է խնդիրները վերհանելը, որովհետեւ դատարանը լավագույնս գիտի օրենքը եւ դատարանը այդ խախտումների լույսի ներքո մեկնաբանելու է օրենքը, խախտումները ավելի շատ փաստերը, որոնք որ մենք ներկայացնում ենք, դրանք են առաջ բերելու համապատասխան հետևանքներ։ Եվ այս քննությունն էլ այս նպատակի հետապնդում մեր կարծիքով բացահայտելու
շատ խնդիրներ, որոնք գուցե դիմումում լիարժեք կամ մանրամասն ներկայացված չեն։ Օրինակ դրանցից մեկը մեր կարծիքով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողություններն են, որոնք այս դատաքննության ընթացքում կարծում ենք ակնհայտորեն պարբերաբար բացահայտվում են եւ այդ կարողությունները հզորացնելու խնդիր կա, ուժեղացնելու խնդիր կա որպես համակարգային խնդիր։ Եվ ես կարծում եմ հենց դիմումը այդ տրամաբանությամբ է ընթացել, դիմումը ընթացել է այն տրամաբանությամբ ոչ թե որպեսի վերլուծի եւ ուղղակիորեն գնահատի, որովհետեւ մեր կարողություններն են սահմանափակ են, որպեսի կարողանանք ամբողջական գնահատում իրականացնել ընտրությունների վրա։ Այսինքն մենք ցույց ենք տվել խնդիրներ, որոնք ունեն տարածական ազդեցություն, կումուլյատիվ ազդեցություն եւ այդ խնդիրների համակցությունը վերում է հանգեցնում է մեր կարծիքով ընտրությունների անվավերության։ Շնորհակալություն պարոն Գալստյան, եւ այս կոնտեքստով ձեզ նորից հարց չտամ, հարցադրումը ուղղում ուժեղ Հայաստան կուսակցությանը, որովհետեւ ըստ էության նույն բնութագրական գծերը հատուկ են նաեւ այդ քաղաքական ուժի դիմումին, տեսեք դիմումի ուրեմն 7-րդ կետում, որտեղ թվարկված է մի քանի խախտումներ, այդտեղ սկսում է 7-ի 2-ը, 4-ը, 6-ը, 7-ի 7-ը, 7-ի 8-ը, 9-ը, 7-ի 10-ը։ Ուրեմն բերված է խախտում, ինչ-որ խախտումի վերտարության եւ այսպես, այս կա ընտրական խախտում է եւ այլն, եւ միայն 7-ի 8-ում կա մեկ օրինակ, որ այդ խախտումը տեղի ունեցել, փաստը, այսինքն այդ խախտումը հաստատում է։ Մնացածը լրիվ ենթադրություններ են, ասենք, արդյոք ընդունելի է նման ոճով, ասենք, դիմումը սահմանական դատան, եւ հիմա մենք, ասենք, այդ ենթադրությունների հաստատումներ չունենք ըստ էության, ստացվում է այդպես։ Բարձր դատարան, անկեղծ ասած, որոշակիորեն ընդունելի չէ հարցադրման շրջանակներում գնահատական, ասեմ ինչի, հիմնավորեն։ Պայմանականորեն օրինակ ատելության խոսքին անդրադարձ են կատարում մեր դիմումի շրջանակներում եւ վկայակոչում ենք վարչական դատարանի վճիռ։ Անդրադարձ են կատարում վարչական ռեսուրսի չարաշահմանը, իդեպ երբ բարձր դատարանի դատավոր պարոն Խաչատուրյանի կողմից վկայակոչվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ մեխանիկորեն վերահասցեագրման մեխանիզմը, դրա դեմ ամենից շատ բողոքներ ներկայացրել ենք մենք։ Իդեպ ներկայացրել ենք թվով 3-4 հայցադիմումներ վարչական դատարան։ Դրանք եւս վկայակոչել ենք դիմումում, ու իդեպ մենք եկել ենք հետեւյալ հետեւությանը, հակառակի վերաբերյալ որևէ փաստարկ չենք լսել։ Մենք գտնում ենք, որ վարչական դատարանի վճիռներից, իդեպ դատավորներից մեկը նույնիսկ վերլուծել է քրեաիրավական հանցակազմի տարերի արկայության առերևույթ շեմը, որ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված ԿՀ-ն առարկություն չի ունեցել։ Այսինքն նյութական կոմպոնենտի մասով խնդիր չի տեսել, այլ հարց հայեցողական լիազորությունն է իրացրել։ Իդեպ ԿՀ-ն դեռ որևէ մի դատական ակտի շրջանակներում չկա փաստական տվյալ, որ օրինակ դիրքորոշում հայտնած լինի, որ քաղաքացիական պայմանագիրը ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում չի արել։ Բարձր դատարանի դատավոր պարոն Վաղարշյան, մյուս կողմից էլ մյուս հանգամանքն է վկայակոչեմ։ Հիմա օրինակ կենսաթոշակը 10,000 դրամով փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում առանց կառավարության ծրագրով դա նախատեսված լինելը վկայակոչել ենք այո, բայց դա բարձր դատարանը պետք է գնահատի դրա ազդեցության մասշտաբը։ Հիմա ճշգրտ եմ, ես այդ համարներով որ թվարկեցի խախտումները չէին վերաբերում ձեր թվարկվածներին, ենթադրալ։ Այսինքն դուք հիմա բերում եք օրինակներ այն դեպքերում, երբ որ դուք ինչ-որ հիմնավորումներ կամ ապացույցներ ներկայացրեք, բայց այն դեպքերում ես կարծում եմ դեռ այստեղ չկային կառուցակարգեր, չկային կանոնակարգումներ, չգիտեմ, այսպիսի խնդիրներ եք նկատել, չէ՞։ Հասկանալի է։ Բայց եւ ստեղից առաջանում է չնայած լավ է արդեն հարցադրում ձեզ ուղղված չէ։ Պարոն Վաղարշյան, հասկանալի էր հարցը, հիմա անալոգիա անցկացնեմ 2021 թվականի հետ։ Այնտեղ նաև մենք մանրամասն դիմումի շրջանակներում ներկայացրել էինք, որ վարչապետի կողմից հրաժարական տալու հաջորդող ժամանակահատվածում հենց իր կողմից որպես պաշտոնակատար շարունակելը պաշտոնավարել, արդյոք համահունչ է Սահմանադրության 7-րդ հոդվածի հետ։ Սա իդեպ կարևոր քննարկված հանգամանք էր Սահմանադրական դատարանում 21 թվականի դատաքննության ընթացքում։ Այն ժամանակ իդեպ դատաքննությանը կրկին որպես երրորդ անձ մասնակցում էր քաղաքացիական պայմանագիրը, իհարկե ներկայացուցիչներից երկուսը
մեկը հիմա պատասխանողին է ներկայացնում, մյուսը կրկին երրորդ անձին, ամեն դեպքում, բայց փաստը նա էր, որ այդ հարցը քննարկվեց եւ բարձր դատարանը 3 էջ նվիրել է նշված հարցը վերլուծելու եւ ի վերջո հերքելու։ Այսինքն գտնելով, որ այո, այդտեղ սահմանադրաիրավական խնդիր չի առաջանում։ Այսինքն համ նորմ կոնտրոլար է, համ էլ գնահատական։ Մենք գտնում ենք այս հարցերի վերաբերյալ էլ, որտեղ մենք խնդիրը մակրո իմաստով ենք նկարագրել։ Բարձր դատարանը դրան պետք է արձագանք տա։ Հիմա այդ թվում օրինակ դատաքննության ընթացքում պարզեցինք, որ պատասխանողը ընտրախախտումների ազդեցության գնահատման ոչ մի մեխանիզմ չունի։ Այսինքն նույն 258A որոշման մեջ, որ գրել են էական ազդեցություն չի ունեցել, չգիտենք ինչ ելակետից են դա ձևակերպել։ Շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությանն է ուղղված, ուրեմն ձեր դիմումի եզրափակիչ մասում, ուրեմն պահանջը ձևակերպել եք հետևյալ կերպ. համակարգային բնույթի ընտրախախտումների վերաբերյալ արկա տեղեկությունները դրանց կազմակերպված զանգվածային եւ պարբերական բնույթը, ինչպես նաեւ դրանց էական ազդեցության պայմանավորված եւ մնացած ինչ որ կա։ Հիմա դուք իրավաբան եք եւ հիմա այստեղ զանգվածային ասելու ես ինչպես հասկանամ, դա 5%-ն է, 100%-ն է, 10%-ն է զանգվածային խախտումներ ամբողջ ընտրական process-ում գնահատականը, որպեսզի կարողանանք հասկանալ, որով մենք հիմք մեկնակետ ընդունենք եւ ասենք ընտրությունները անվավեր են։ Բարձր դատարան, նման ձևակերպում տալու համար մեր կուսակցությունը հիմնվել է այն փաստի վրա, որոնք որ հրապարակված են եղել հակակոռուպցիոն կոմիտեի, դատախազության եւ քննչական կոմիտեի կողմից։ Մեր գնահատականն է այդ զանգվածայինը եւ հիմնվում է պաշտոնական իրավասու մարմինների կողմից հրապարակված պաշտոնական տվյալների վրա։ Որովհետեւ բոլորս էլ գիտենք, քանի որ ընտրակաշարքի վերաբերյալ հանցագործությունները իրենք խորը լատենտային բնույթ կրող հանցագործություններ են եւ դրանց փաստացի պրակտիկայում ցանկացած կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտման տեսակետից բուն տարածվածության առումով հանդիսանում են դրա տարածված այդ հանցագործությունների չնչին մասը, բացահայտված մասը նկատի ունեն, որ դրա չնչին մասն է։ Եվ հաշվի առնելով պետական մարմինների կողմից հրապարակված պաշտոնական տվյալները, այդ թվում այնտեղի ձևակերպումները, մենք մեզ թույլ ենք տվել նաև նման ձևակերպում եւ նման բնորոշում տալ։ Այսինքն հիմնվել ենք բուն պետական մարմինների կողմից հրապարակված պաշտոնական տվյալների վրա։ Ուրեմն ես ձեր դիմումին Քաչատեղյակ եմ դիմումից եւ դուք վերցրել եք 65 հաղորդագրությունները, այո, որոնք հրապարակվել են կոմիտեի կողմից։ Այո։ Եվ այդ 65 հաղորդագրությունները այսպես հասցեները տարելով էլեկտրոնային եկել եք եզրակացության, որ սա հիմք է տալիս ասել, որ դա զանգվածային։ Այո, միանշանակ։ Հիմա եւ 3 կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրեց, որ առայժմ կա 200-ից ավել, չէ՞, մեղադրյալներ։ Այո։ Եվ ես հարցադրումը հաջորդ ուղղվելու այդ պարոն Սարգսյանին կա ինչ-որ շրջանակ, ասենք, կաշառք վերցնողների քանակական ինչ-որ տվյալ։ 260-ը թող ունակ լինեին, ասենք, 5000-ին ենթադրենք, փորձ են արել կաշառել։ Այդ մտածեք այդ ուղղությամբ կա այդպիսի ուրեմն թիվ։ Պարոն Սարգսյան, դες վերաբերում արտադրումը։ Եվ սա արդյոք հիմք է տալիս մեզ ասելու, որ զանգվածային են խախտումները, հատկապես որ դուք ուրիշ ընտրախախտումներին այդքան ուշադրություն չեք դարձրել, մենակ էսրանք։ Եվ հետաբար այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Այո, կարծում եմ հիմք է տալիս բարձր դատարան, որովհետև նախ որովհետեւ նշանակություն չունի քանի անձի վերաբերյալը մեղադրանք առաջադրվել կամ առավել եւս քանի անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որովհետեւ ազդեցության մասով դեպքերի քանակը արդեն իսկ ստեղծում են միջավայր եւ ֆոն ընտրական, որոնք որ խաթարում են բուն ընտրական process-ը, այդ թվում ազդեցություն են ունենում ընտրողի կամ արտահայտության վրա։ Հետևաբար օրինակ եմ բերում, եթե հրապարակվում է պաշտոնական տվյալ, որ
ընտրակաշառքա վերցրել 500 անց կամ դեպք է տեղի ունեցել 500 դեպք, որը որ բացահայտվել է ընտրակաշառքի, ու այդ դեպքերի մեջ էլ կան օրինակ նշված այդ 65 փաստերի մեջ կա մի դեպք, որտեղ որ հակակոռուպցիոն կոմիտեն փաստարկել է, որ միայն մեկ անձի կողմից 100 անձի ընտրակաշառք է տրվել։ Հիմա այս տրամաբանության մեջ հաշվի առնելով դրա ազդեցությունը ֆոնի վրա, միջավայրի վրա ընտրական, այդ զանգվածայինը թույլ է տալիս, որ մենք բնորոշում տանք նման։ Հասկանում եք, այս ամեն ինչը թույլ է տալիս, որ նման բնորոշում տանք։ Քանի որ կոնկրետ օրենքով նման գործիքակազմ սահմանված չի, ոնց կարելի է հաշվարկել ազդեցությունը, ներողություն, ոնց կարելի է հաշվարկել ազդեցությունը, այսինքն բոլոր մարմինները եւ կուսակցությունները իրենց գնահատականը տալուց հիմնվելու են միայն այն փաստական տվյալների վրա, որոնք որ հայտնի են կամ հրապարակված են։ Բայց զուտ գնահատականի մասով դրանք սուբյեկտիվ բնույթ են կրելու, այդ թվում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ դիմում ներկայացրած կուսակցությունների կողմից գնահատականները բոլորը սուբյեկտիվ են, որովհետեւ չափման գործիքներ չունի օրենքը, չի տալիս։ Հետևաբար մեր բնորոշումները հիմնված են փաստական տվյալների վրա եւ դրանց բովանդակային մասի վրա։ Այսքանը։ Հենց փաստական տվյալների այս դեպքում զանգվածային բառը ենթադրում է քանակական ցուցանիշ։ Այո։ Ասել որ դրանք այսպես ազդել են, այստեղ չի կարելի։ Իմ ասածներն է, որ դուք այդ բավականին քիչ խախտումների հիմք ընդունելով, օրինակ ենթադրում եմ, ասում եք խախտումները զանգվածային են։ Ովքեր որ իրավաբաններն իմ կարծիքով չեն համաձայնվել քանակային մասով քիչ թե շատ բնորոշումը եւս սուբյեկտիվ է, բայց մի կարևոր բան պետք է հաշվի առնենք։ Նորից եմ կրկնում, ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործությունները իրենք լատենտային բնույթ կրող հանցագործություններ են եւ այդ լատենտայնությունը իրենց մեջ նաեւ ունի իր յուրահատկությունը, որովհետեւ սա սովորական կոռուպցիոն հանցագործություն չի։ Այստեղ աշխատում են նաեւ այլ սխեմաներ, այդ թվում քողարկման սխեմաներ են աշխատում, որը որ բացահայտման մասով առավել դժվարացնում է իրավապահ մարմինների գործը։ Հետևաբար ու քանի որ իրավական պրակտիկան ցույց է տալիս, որ բացահայտումները միշտ չնչին մասն են կազմում, հետևաբար եթե պրոյեկտ ենք դա այս դեպքերի վրա, հետևաբար բացահայտված մասը չնչին մասն է, ուրեմն զանգվածայինը հիմնավորվում է։ Հիմք ընդունել ուրեմն չբացահայտված, ասենք ընտրություններն անվանել են, շնորհակալություն։ Այսքանը։ Ես ձեզ էլ հարց չունեմ, հաջորդ հարցը վերաբերվում է ըստ էության բոլոր դիմողներին, որտեղ դիմումների մեջ առաջ քաշված ենթադրվող իրականում առկա կամ առերևույթ խախտումների հիմքում իմ կարծիքով ընկած է մի շատ հիմնարար հասկացություն, ասենք, ես կուզենայի, որպեսզի մեր դիմողները պատասխանեն մի հարցի, որտեղ անձամբ որպես դատավորի իրենց բերած հիմնավորումների գնահատականը մեծապես կախված է նաև այդ հարցի պատասխանից, ասենք, ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող իր բնութագրով եւ ինչպես է նա ընտրությունը կատարում, շատ կարճ երկար ճառախոսություններ պետք չէ, ես ուզում եմ որպեսզի ամեն մի քաղաքական ուժ բնութագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես ընտրող։ Ինձ թվում է այդ հարցին շատ կարճ հնարավոր չի պատասխանել, ինձ թվում է process-ը պետք է 0-ից սկսենք, որպեսզի դա։ Չէ, ընդհանրապես դառնանք լավ, ես հարցադրումը երկրորդ կոնտեքստն էլ ասեմ, տեսեք, երբ որ ես կարդում եմ դիմումները, իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրող զանգվածը այսպես զոմբիներ են ինչ-որ, եւ ինչ-որ մեկը ասեց շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրանց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձացավ ուրախությունից, այսքան պարզ չի կյանքը, գիտեք, ես ուզում եի, դուք ինչա մարդկանց լրիվ այսպես ավտոմատի տեղ եք դրել, որը ինչ մատի մի շարժումից պատրաստ են ինչ-որ հրամաններ կատարելու, հնարավոր չի, որ ատելության խոսքը
հակառակ ազդեցություն ունենային, օրինակ, հարցադրում եմ անում, երբ որ մարդը այդ տեխնացուից հիասթափվի, չընտրի, ատելության խոսքի արտահայտությունից ելնելով, ինչու եք մենակ գնահատում, որ չէ, այս դաստի պես, որ իրեն ընտրեցին, այս գնահատականը տվեք, ասենք, քաղաքացիություն, այստեղ մենք անտեսում ենք, չէ՞ ոնց որ թե։ Կարծում եմ մի հատ առանձին գիտական հետազոտության առարկա է։ Այսինքն կան շատ տարբեր խառնվածքի մարդիկ, տարբեր սոցիալական, կրթական, գիտակցական ցենզերով, կենսակերպի ցենզերով մարդիկ եւ իրավաբանության խնդիրն է եւ օրենքների խնդիրն է որոշակի համընդհանուր կրիտերիաներ հանել, թե որոնք կարող են ազդել կամ չազդել ընտրական process-ում անձի ազատ կամահայտնության վրա։ Դրա համար է, որ հենց եւ Վենետիկի հանձնաժողովը իր ուղեցույցներում օրինակ վարչական ռեսուրսի կիրառման եւ նաեւ այդ նույն տրամաբանության մեջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մեր օրենսդրությունը ունեն որոշակի օրինակ սահմանափակումներ եւ չափանիշներ, թե ինչն է թույլատրելի, ինչը անթույլատրելի։ Հիմա տեսեք, նույն վարչական ռեսուրսի կամ կաշառքի կիրառման տրամաբանությունը որն է, որ այդ սահմանաչափերը դնում ենք, որպեսզի հնարավորինս զսպենք։ Ինչի՞ է օրինակ սահմանված 800 միլիոն ծախսի սահմանաչափը, որպեսզի հասկանում են մարդիկ, որ բնականաբար հանրահավաքները ունեն զվարճանքի կոմպոնենտ եւ այլն, որպեսզի այնպիսի տպավորություն չլինի, որ ինչ որ մեկը կարանա շատ մեծ ծախսեր անի, օրինակ Ջենիֆեր Լոպեսին հրավիրի եւ մարդկանց շատ ուրախացնի, մարդիկ կան, կարող է շատ պոպուլյար մարդ է, ու բնականաբար օրինակ Ջենիֆեր Լոպեսը շատ ավելի մեծ զանգվածներ կհրավիրեր դեպի այդ քաղաքական ուժը, քան եթե օրինակ ինչ որ մեկը ուրիշ մեկին հրավիրեր կամ չհրավիրեր, չեմ ուզում համեմատություն անել։ Հիմա այս բարակայում, այսինքն որոշակի պոպուլյարության գնահատականներ համարել են, որ կա, եւ ասել են, որ եկեք սահմանափակենք բոլորին տանք, օրինակ 800,000-ի շրջանակներում մարդկանց համոզելու հնարավորություն, որպեսզի մեր առաջարկածը մնա զուտ քաղաքական խոսույթի սահմաններում եւ չդառնա ով ավելի շատ եւ ով ավելի տարբեր մեթոդներով կփորձի կաշառել ընտրողին, որովհետեւ մեկը կարողա իր գրպանից կաշառի իր ունեցածով 1000 դրամով, մեկը կարողա պետական բյուջեի հաշվից շոուներ կազմակերպի եւ այդպես կաշառի։ Բայց էությունը մնում է դրա նույնը, մեկը կարող է սպառնա, դրա համար ասում են մեկը վարչական ռեսուրս մի կիրառեք, երկրորդը կաշառք մի բաժանեք, երրորդը ասում են, որ չգիտեմ, մի ահաբեկեք, ատելության խոսք մի տարածեք, դեզինֆորմացիա մի տարածեք եւ այդ կրիտերիաներն են, որ կա ամեն մեկի լայնորեն կիրառումը կարող է կումուլյատիվ էֆեկտ ունենալ եւ այստեղ ցավոք սրտի բնականաբար ունենք մանավանդ հոգեբանական ազդեցության տեսակետից այս հարցը եթե համարի ինչ որ մի օր սահմանադրական դատարանը, որ ենթակա է քննադատման, ապա կարծում եմ, որ առավել ճիշտ չափման միավոր, քան սոցիոլոգիական հարցումներն են չեն կարող լինել, եւ հետագայում կարող ենք օրինակ դիտարկել ամեն իրավախախտմանը ինչ որ կշիռ տանք, պայմանական ամեն մի վարչական ռեսուրսի խախտումը լինի 0.25 կամ այս ինչ տեսծավարինը, եթե տենանք հետո հաշվենք, որ օրինակ 100 միավորը անցավ, համարենք, որ զանգվածային է, բայց հիմա այս պարագայում բնականաբար բոլոր կողմերներ սահմանափակված են կոնկրետ մաթեմատիկական հաշվարկ ներկայացնելու հնարավորությունից։ Պարոն Վարդանյան, ձեր հարցն է, խնդրում եմ դուք կազմակերպեք պատասխանները։ Բայց Տիկին Սողանի հարցադրումը մի քիչ ուրեմն տեսեք, այսպես ավելի կոնկրետ ասեմ, ավելի կոնկրետ, ես ասացի ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող, ես այդ հարցի ասես շատ բարդ է եւ այլն անթրոպոլոգիայի մեջ խորանանք, նոր կարողանանք պատասխանը տալ, բայց կարծում եմ կարելի է մի հատ ինչ-որ մի բնորոշում ասել, այդ մեկ երկրորդը
Տիկին Սողանի նաև պատասխանից այսպես է, տեսեք, ձեր արցածներից բխեց, որ նույն խնդիրը միտեղ կարող է դրական ազդեցություն ունենալ, միտեղ կարող է բացասական, օրինակ ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պետք է ընտրի իր ապագան, չէ՞։ Արդյունքում այն քաղաքական ուժը, որ կփորձի օրինակ Ջենիֆեր Լոպեսի միջոցով գրավել ինձ, իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է։ Այսինքն միանշանակ ասել, որ մի բանը բոլորի վրա այսպեսի վատ ազդեցություն է ունենում, դա երևի թե ճիշտ չէ։ Հիմա խնդրեմ, պարոն Արտուանյան։ Շնորհակալ եմ։ Ես մտածում եմ վերջում պարոն Վարաշյանը զաչոտիկն է ուզելու գնալ։ Ցավոք ինքը իմ սալողը չի եղել։ Դուք Բարձր դատարան ըստ էության հարցադրումը իսկապես հետաքրքիր էր։ Ես իմ պատկերացմամբ ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողը վերջին 6 տարիների ընթացքում բազմաթիվ արհավիրքներ տեսած ընտրող է։ Արցախով անկախության հռչակագրի օրվանից մինչև 2023 թվական եկած ընտրողներ են, որոնք տեսել են Արցախի հայաթափումը, տեսել են 44 օրյա պատերազմ, տեսել են հազարավոր զոհերի, տեսել են հենց այս պահին, երբ մենք խոսում ենք Բաքվի բանտում մեր հայրենակիցներին, եւ այդ պայմաններում այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով պետք է ընտրություն կատարի, շատերը ունեն տոկունություն, բայց շատերը նաև մարդկայնորեն ունեն զգացմունքներ, որ այս թվարկածս տեսած մարդուն, երբ անձը, ով ամենից շատ տեղեկացվածն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բոլոր հարցերի մասին, ասում է, եթե մենք չընտրվենք, չստանանք սահմանադրական մեծամասնություն, Հայաստանի Հանրապետությունում պատերազմ է լինելու։ Եթե կա Հայաստանի Հանրապետության, նաև պարոն Վաղարշյան, ձեր նկարագրած ընտրողը, որ այդ բառերը լսելուց, օրինակ ծնողը, ով ունի երեխաներ, որոնք դեռ պետքա գնան բանակ, այդ պահին, եթե սրտի թրթռոց չի ունենում, քավլիցի։ Ես ուրեմն պետք է արձանագրեմ, որ դա փաստարկ չի։ Բայց մենք խոսում ենք հենց մինչև վերջերս էլ այդ լարվածության մթնոլորտի մասին։ Ու դրա շրջանակներում բարձր դատարան։ Բոլոր ծնողները այդպես կմտածեն իմ։ Բարձր դատարան, մի հատ հետարքիր հանգամանք էլի նշեմ։ Մենք ինչ ենք խոսում։ Եկեք կենտրոնական ընտրական հանձնաժողովին էլ առիթ լինի հարցնենք։ 50-ից 80 հազար քվ պայմանական, այլ կերպ է բաշխվում։ Գիտակցում ենք, չէ՞ որ ընտրության արդյունքը լրիվ այլ է։ Ես չեմ խոսում 100 հազարավոր ձայների մասին։ Մենք ունենք օբյեկտիվ փաստ։ Ձայների փոշիացման շնորհիվ ունենք ձևավորված ուժ, որը կարողանալու է ըստ ԿԸՀ որոշման ձևավորի իշխանություն։ Հիմա ինձ ուզում են որևէ մեկը բարձր դատարան հարգանքով, բայց նաև Դուք ուզում եք ասեք, որ այս ամեն մի քվեն, մենք այսօր բարձր դատարանի առջև ունենք 153 քվեի ազդեցության հարցը։ Դուք ուզում եք ասեք, որ այդ խոսքը ազդեցություն չի ունեցել կամ երբ ես ինչպես ասել եմ, հետևողական լինելու եմ։ Ես այդ բառերը չեմ կրկնելու։ Բայց մենք լսեցինք ինչպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը հիշատակեց ում է ուղղված այդ բառերը։ Այդ բառերը ուղղված են եղել թվով 3 քաղաքական ուժերի ղեկավարներին, ովքեր մասնակցում են այս ընտրություններին։ Հիմա, պարոն Վաղարշյան, եթե առաջնորդի վերաբերյալ տենց արտահայտություն է հնչում, ամենամեծ լծակներով եւ լիազորություններով, պետաիշխանական գործառույթներով անձի կողմից, շտաբի ներկայացուցիչները, թիմի անդամները, կուսակցականները պետքա դրանից դրական էմոցիա ստանան, թե բացասական։ Դրանից ավելի շատ վախի էմոցիա պետքա ստանան, թե օրինակ խանդավառ մի դրական երևույթի էմոցիա։ Իդեպ կրկին 50 հազարից մինչև 100 հազար քվեն ամբողջ պատկերը փոխող է։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, եթե նույնիսկ ձեր շտաբի
աշխատողներն ու թիմակիցներն են այդ խոսքերից ազդվելս արդեն իսկապես բնութագիր այժողոցի շատ վատավանցորդ է։ Շատ հետաքրքիր է։ Բարձր դատարան, ներողություն եմ խնդրում, բայց արձագանքեմ այս վերջին հատվածին։ Բարձր դատարան, երևի Ես իմ խնդրանքը որն է, որ մենք մոտենում ենք ընդմիջմանը, արագ Ես էլ դուք պատասխանեք, մյուսներն էլ հնարավորություն ունեն այս հարցին արձագանքեն եւ գնանք ընդմիջման։ Խնդրեմ, պարոն Վարդևանյան։ Երևի մեկ հանգամանք հնարավոր է նաեւ ի վերջո, եթե այդպես է, շատ մարդկայնորեն ես նախանձում եմ ձեզ։ Հնարավոր է դուք օրինակ չեք հետևել այն հայտարարություններին, որ նույն Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվել է 2025 թվականի հունիս ամսին, որ օրինակ ուղված էր հենց Սամվել Կարապետյանին ու տենց սպառնալիքի տարերը նենց ուղիղ կային։ Դրանից հետո նենց ստացվել, որ մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Հետո մի քանի Facebook-յան գրառում եղավ սրբազանների վերաբերյալ, իրանք էլ մի մասը կալանավորված է, մի մասը նոր ազատ արձակվել։ Ինչ կամ ունի։ Բարձր դատարան, եթե դուք ասում եք այդ արտահայտություններից, եթե պետք է վախենան, հա, բարձր դատարան, այսինքն նորմալ է, որ օրինակ երկրի վարչապետը գրառում է անում, ասում է, որ իրավական հետևանքա վրա հասնելու մեկ անձի նկատմամբ ժամեր հետո դա տեղի է ունենում, ու հասարակությունը պետք է ասի հակառակը։ Պետք է ինչ անենք, ինչ որ դիմադրության օջախը ձևավորեն։ Իմ ասած են, թե քվեարկության գնալուց ազդվեն։ Իմ ասած վախի մթնոլորտ տարածվի։ Վախի մթնոլորտ ուրեմն նայեք, իմ ասած հետևանն է, տեսեք մեզ հիմա նաև լսում են դրսից եւ այստեղ դահլիճում նստած բոլոր մարդիկ չէ որ սոցիոլոգիական խորքայնությամբ կամ Տիկին Սողանի ասած մարդագիտության տեսանկյունից խորքային պատկերացնում են հասարակական գործընթացները, չէ։ Ես ուղղակի ուզեցի ճշգրտել ձեր այդ ելույթները, որ այդ ձեր բարձրացած խախտումները իրենց ազդեցությամբ այդպես միանշանակ չեն, չէ։ Այդ չի կարելի ասել, որ այս բանը, տեսեք, սրա վրա այսպես ասեց, այդ նույն բանը կարող է մեկի վրա հիասթափություն առաջացնել, մեկին հիացնել, մեկին չգիտեմ ինչ։ Իմ ասած ընդամենը դա էր։ Բարձր դատարան, ամբողջ հարցն էլ ինչն է, որ այո, կարող է 50,000 մարդու վրա այնպես ազդած լինի, որ դա ընտրության ամբողջ ելքի վրա ազդեցություն թողածի։ Դուք նայել եք, չէ՞, ընտրության արդյունքները։ Արդեն գնահատողական է, ես կարող եմ հիմնավորել, որ ընդհակառակը հեղինակազրկել է։ Այդ իմ տեսանկյունից։ Բարձր դատարան, իրականում եմ, որ ատելության խոսքը պետք է մշտապես բերի բացասական հետևանքների, դա ակնհայտ է։ Այդտեղ իրապես պետք է իրավապահները նախ արձագանքեին, որը չեն արել, եւ հենց այդ չանելն էլ էլի նպաստել է վախի։ Պարոն Վարդևանյան, իմ ասածը ոչ թե արձագանքելն չեն արձագանքել, խախտումը կարծես չէ, այլ ազդեցության գնահատական։ Պարոն Վաղարշյան, ես ձեր գիտական հետաքրքրվածությունը լավ գիտեմ, այդ խորությունը լավ գիտեմ, բայց եկեք մենք ուրիշ հարթակ կմտածենք այդ ամեն ինչը ամփոփելու համար։ Ձեր հարցը միայն պարոն Վարդևանյանին էր, թե նաև մյուս դիմողներին էր։ Եթե շատ է ուզում պատասխանի, բայց կար կոնկրետ ով է Հայաստանի։ Չէ, ինձ չի ուզում պատասխանի, պարոն Վաղարշյան։ Եթե մենք չենք ուզում, որ պատասխանի։ Իհարկե, հնարավորինս կարճ բարձր դատարան, մեր կարծիքով Հայաստանի Հանրապետությունում ընտրողը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության այն ազատ քաղաքացին, որի ազատ կամքի արտահայտման վրա ոչ իրավաչափ ներգործություն չէր գործադրվի։ Սա եթե շատ կարճ։ Սակայն ընտրական պրոցեսները եւ տեխնոլոգիաները այնպես են զարգացել, որ այդ գործընթացները մենք պարբերաբար տեսնում ենք, որ ենթարկվում են ազդեցությունների եւ նույնիսկ մենք մեր պրիզմայից հաճախ չենք պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենում այդ ազդեցությունը։ Եվ երկրորդ, յուրաքանչյուր քաղաքական ուժ, այն քաղաքական ուժը, որը տիրապետում է մեծ ռեսուրսների եւ կազմակերպված է մտնում ընտրությունների մեջ, այդ քաղաքական ուժը ուղիղ պատկերացնում է, թե իր գործողությունները եւ քայլերը ում են ուղղված եւ ինչպիսի հետևանքներ են առաջացնելու։ Ես ուզում եմ մենք պատկերացնենք, որ շատ դեպքերում մենք նույնիսկ չենք տեսնում, թե որևէ խոսք, որևէ գործողություն կոմուլյատիվ իմաստով ինչպիսի հետևանք է բերելու։
Սակայն այդ քաղաքական ուժը ունի իր ընտրողի պատկերը։ Եվ եթե նա կարողացել է կերտել այդ ընտրողի պատկերը, որոշ դեպքերում մեզ համար նույնիսկ դա զազրելի կարող է լինել, թե ինչպես ինչ-որ գործողություն չառաջացրեց բացասական հետևանք, այլ բերեց դրական հետևանք։ Ուզում եմ ասել, որ մենք պետք է գնահատենք երևույթները այն ամբողջականության մեջ, որոնք ունենք, եւ մեր քաղաքացիներին չնսեմացնենք ու հասկանանք, որ այդ գործողությունները եղել են նպատակաուղղված եւ կոնկրետ պատկերի շրջանակներում, որոնք բերել են ցանկալի արդյունքի եւ մեր կարծիքով ոչ իրավաչափ ազդեցություն են հենց քաղաքացիների կամքի ձևավորման վրա։ Շնորհակալություն։ Ես շատ ուրախ եմ, որ դուք եկաք իմ եզրակացությանը, որ ամեն ինչ որոշում է պատկերով։ Պարոն Վարաշյան, ելնում են ուղղված ձեր հարցը։ Ունի հարցը։ ընտրողի պատկերը, այն մնացած խոսքերը որևէ ազդեցություն չեն։ Հարգելի պարոն Վարաշյան, ելնում էր ուղղված հարցը։ Պարզապես չէ, այդ նույն հարցը էլ ոչ մեկին չկար, չէ՞։ Պարզապես ոչ բոլորը շնորհակալություն, նստեք։ Չէ, հարցը ուղղված էր, ում ուղղված էր։ Պարոն Վարաշյան, բոլոր ուժերին էր, թե ոնց էր, խնդրում եմ։ Բարձր դատարան, ուրեմն Հայաստանի Հանրապետության միջին ստատիստիկ ընտրողը 53% կինակ, 47% տղամարդ, 35% Երևանում, 65% մարզերում, 42% ունի միջին կրթություն միջնակարգ, 25-ից 28% ունի բարձրագույն կրթություն կամ հետբուհական, 22% ունի միջին մասնագիտական, փոքր տոկոս չունի կրթություն, 32% ունի մինչև 100,000 ամսական եկամուտ, 38% ունի 100-ից 200,000 եկամուտ եւ ընտրողների բացարձակ մեծամասնությունը համարյա 100%, էլի 100% չհաշված ճշտություն չունի սահմանադրական դատարանի դատավորի երաշխիքներ, չի ստանում աշխատավարձ, չունի կրթության մակարդակը, չունի իրավագիտության ձերմակարդակը, որ այդ խոսքերը ոնց կազդեն։ Հետևաբար Երբ որ մենք քննարկում ենք ոնց է ազդում ազդեցությունը ինչպիսին է լինում, խնդիրը կայանում է նրանում թույլատրված գործիքներ են թե չէ։ Կան գործիքներ քաղաքական դաշտում, որոնք թույլատրված են։ Գոյություն ունի հսկայական գիտություն, որը կոչվում է վարքագծային տնտեսագիտություն, վարքագծային սոցիոլոգիա, որը հաշվարկում է։ Ուշադրիր, որ նայեք ամեն անգամ, որ մտնում եք խանութ, կաթը եւ ձուն ամենախոր տեղն է դրած, որտեղ դա ամեն օր հացը նույնպես։ Եթե մտնեք խանութ, կտեսնեք, որ խանութ մուտքի մոտ է մեծ խանութներում, որպես կանոն հացի փուր է դրած, որտեղ հացի փռի հոտից միանգամից ավելի շատ են մարդիկ առևտուր անում։ Ես ավարտեմ միտքս բարձր դատարան, հետեւաբար այստեղ գործիքների մի մասը կա, որոնք ճակերտավոր թույլատրված են, գործիքների մի մասը կա, որոնք թույլատրված չեն։ Եվ ցավոք սրտի մենք չունենք եւ աշխարհում ոչ մի երկիր չունի ռոբոտ ընտրողներ, ովքեր վերլուծեն, անալիզ անեն, բոլոր գաղափարները հաշվեն, գումարեն, հանեն եւ գնահատեն։ Ես բերեցի ձեզ օրինակները խանութի վրա, ինչի եմ բերել, դա շատ կարեւոր է, որովհետեւ երկրները հասկանալով, որ նման մանիպուլյացիաների խնդիր կարող է առաջանա, օրենսդրություն են մշակում, ինչ գործիքներ չի կարելի անել, ուղղակի առևտուր անելուց։ Ամենապարզ օրինակը կբերեմ Հայաստանով ու ավարտեմ միտքս։ Հիմա մի քիչ հարցը այլ ուղղությամբ եք տանում, ես ոչ թե ասում եմ դες արձանագրեք կամ հիմնավորեք դա խախտում էր թե ոչ, որ ատելության խոսքը հարկի այդ մասին վերեմ չկա։ Բարձր է, ավարտում եմ։ Մենք հասկանանք դրա ազդեցությունը ընդհանրապես։ Ավարտում եմ միտքս, նայեք, ուշադրություն։ Թե մենք ես չեմ ասում, որ կարելի է ատելություն։ Ավարտում եմ։ Նայեք, ես բերում եմ օրինակ, չեմ ասում դուք ասում եք, ես ընդհանրապես բաց բարձաբանում եմ ձեր հարցի պատասխանը։ Նայեք, ինչ խնդիր է առաջանում։ Քանի որ կա նման պոտենցիալ խնդիրներ, պետությունները օրինակ օրենսդրություն են մշակել, Հայաստանի Հանրապետությունը ասել է, որ ապրանք կծախեք, միավորը գինը կգրեք, որտեղ մեկը վերցնում է հացը կազմում է 700 գրամ, մեկը 500 դրամ, գները դնում են իրար կողքին, նայում են մեկը էժանա տանկա, չեմ անում ինչա։ Եվ օրենսդրորեն դա արել են։ Նույնը տեղի է ունեցել ընտրությունների ժամանակ։ Ասել է, որպեսզի բան կա, չէ, կարամ ես գիտակից լնեմ, վերցնեմ ամեն անգամ նայեմ, ասեմ, դե ես հասկանում եմ, մարդիկ քիչ են գալիս նայում, բայց պետությունը ասել է, չէ, բոլոր մարդիկ չի, որ ամեն մի բոլոր հարցին նայելու են։ Ու դա լավի վատի հարց չի, այն մարդիկ, ովքեր դրան չեն նայում, շատ հմուտ են տարբեր ուրիշ հարցեր լուծելուց։ Մենք իրավաբաններ ենք այստեղ հիմնականում հավաքված, եւ որպես իրավաբաններ բավականին շատ հարցերի լրիվ ուրիշ ձև ենք նայում, բայց բնակչության մեծամասնությունը քավլիցի իրավաբաններ չեն։ Ես նշեցի քանի տոկոս ունի ինչ կրթություն։ Միջինացրած են թվերը, մի քանի տոկոսային կետով կարող է տարբերություն լինի։ Հետևաբար բարձր դատարան օրենսդրությունը մշակել է ինչա արգելվում։ Ասել է, այս բաներ չանեք, որպեսզի կարողանան մարդիկ գոնե այս ձեր բանավեճի մեջ
լսել բովանդակայինը, գնահատել, հավատալ կամ չհավատալ, դուր գա կամ դուր չգա եւ գնալ գնահատել։ Եվ հետեւաբար Բարսելոտան, ես չասեցի դուք մերժում եք Դե հիմա ես նկարը դա հիմա չեմ ուզում դառնալ երկխոսություն։ Բարսելոտան, ես ոչ թե ավարտում եմ, նայեք, խնդիրը ոչ թե նրանում էր, որ մերժում եք կամ չէ, Բարսելոտան, այդ դեպքում ես պետք է ասեի հարց մի տվեք, եթե վերապատասխանը չի, ես ձեզ այդպեսի մոտեցում չեմ կարող ունենալ։ Էլի հիմա պարզ ասում եմ, այսինքն հարցը տրվեց, փորձում եմ պարզաբանել, որպեսզի պարզ լինի ինչի մասին է խոսքը։ Եվ որպեսզի նման միջամտություն չլինի, միջին լավ Հայաստանի քաղաքացու հայի համար, հա, ով որ պետք է մտածի գա հայու համար, ով որ պետք է գա քվեարկության, օրենսդրություն ասել, այսպես բաներ չանեք։ Ոչ թե կգաք կասեք գետնին եմ պարկասնելու, ունեզրկելու եմ, թալանելու եմ, դուք բանեք շունշանգյալ եք, ով որ կգնա կքվեարկի, ոչ թե վիրավորեք մարդկանց ասեք մենակ ընտրակաշարքով են այս մարդու համար քվեարկում, թե չէ, ես քվեարկել եմ այդ երեք ուժերից մեկի համար։ Եվ համապատասխանաբար ոչ մի ընտրակաշարք չեմ ստացել։ Ոչ մի, չեմ էլ ակնկալել, չեմ էլ մտածել, ինչպես դուք եք ասում, ես էլ այդ նույն բանով գնահատել եմ։ Այդ նույն բառապաշարը իմ մոտ էլ է առաջացրել ծայրահեղ բացասական վերաբերմունք։ Բավականին մեծ քանակության մարդկանց մոտ էլ առաջացրել է, ավարտում եմ։ Առաջացրել է բացասական վերաբերմունք, բայց նաև վախ, ասել արդ այս մարդկանց հետ ասենց անում։ Մենք չենք քննարկում խախտումների արկայության կամ բացակայության մասին։ Հարգելիներս, ընդմիջման ժամը մոտեցել է, եթե երկար եք շարունակեք։ Մենք գնանք ընդմիջման գանք շարունակեք։ Ավարտում եմ։ Ավարտեք, ամփոփեք, խնդրեմ։ Բարձր դատարան, ես ոչ թե նշեցի խախտումները, այլ նշեցի, որ այդ խախտումների ազդեցությունը կա, եւ գործընկերները ներկայացրել էին բավականին հետաքրքիր հետազոտություն, նյութերով ստացել ենք հիմա հետազոտման փուլում կգանք, տեսնենք, որ ազդել են մարդկանց վրա այդ գործիքակազմերը, ազդել են։ Իսկ ամենակարևոր խնդիրը կայանում է հետեւյալում. Սահմանադրական դատարանը խնդիր չունի պարզի ինչքան են ազդել։ Սահմանադրական դատարանը ունի պարզ խնդիր։ Եթե այն աղյուսակը, որը ներկայացված է, չի արտացոլում իրական պատկերը եւ չեն կարողանում ապացույցներով դա գնահատել ինչքան է իրական պատկերը, իսկ դատարանը գնահատելով ապացույցները գալիս է եզրահանգման, որ դա եղել է ոչ թե առանձին դրվագներ, այլ փոխկապակցված։ Հիմա բառացի չասեմ, բայց փոխկապակցված իրար հետ կախված համակարգված խախտումների շղթա, ապա անվավեր է ճանաչում։ Սա է Հայաստանի դատարանը։ Շնորհակալություն, դուք էլ համառոտ խնդրում եմ։ Մի քիչ ավելի մաքսիմալ էլի քան մի քիչ ավելի առավել համեցեք։ Բարձր դատարան Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող ենթակա է ազդեցության։ Ընտրությունների փուլը, այսինքն նախընտրական փուլը, հենց ազդեցություն գործադրելու փուլն է։ Ուղղակի այդ ազդեցությունը պիտի լինի օրինական, պիտի լինի բարոյական եւ այդ շրջանակում քաղաքական ուժերը իրավունք ունեն ազդեցություն գործադրելու քաղաքացու վրա որպես ընտրող։ Բոլոր քաղաքացիները միատեսակ չեն, տարբեր ընկալումներ կան։ Օրինակ մի անձ, մի հայտարարությունը, մասնավորապես որպես օրինակ բերեմ, այս պահին հետ եկավ միտքս, ասենք Սամվել Կարապետյանի որդու հայտնի հայտարարությունը սեքսի նախարարության եւ կանանց բավարարվածության մասին մեկի մոտ նողկանք առաջացնում, մեկի մոտ բերում է եզրահանգման, որ այս մարդուն պետք է ընտրել։ Ու շատ կարևոր է նաև ընտրակաշարքի մասով ազդեցությունը քաղաքացու վրա ազդեցության մասով։ Ինչի համար եմ ասում։ Մենք որ օգտագործել ենք զանգվածայինը, այդ բառակապակցությունը ինչի համար։ Որտեւ նախ որպես լրացում ասեմ, հենվել ենք նաև հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հայտնի միջնորդության վրա, դրան կցված քարտեզի վրա եւ ձևակերպումների վրա նախագահի միջնորդության մեջ, որտեղ նշված է, որ ընդգրկել է ամբողջ Հայաստանի տարածքը, բոլոր մարզերում առանց բացառության։ Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշարքի ազդեցության մասով, երբ որ քաղաքացին տեսնում է, որ անընդհատ բացահայտվում են հարյուրավոր դեպքեր ընտրակաշարքի վերաբերյալ, ձերբակալվում են հարյուրավոր անձինք, կալանավորվում են անձինք, իր մոտ տպավորություն է ստեղծվում, այդ միջավայրը հենց դրա մասին է խոսում, տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ գնված է արդեն։ Ամփոփեք։ Այսքանը ազդեցությունը կարևոր մաս է։ Շնորհակալություն։ Երկար է։ 5 ձեր մյուս ներկայացուցիչը արդեն պատասխանել էր այս արդին։ Մի քիչ ավելի կարող եք սեղմ։ Ես խնդրում եմ 1-2 րոպեի շրջանակներում։
Հարգելի պարոն Վաղարշյան, ես կարծում եմ, որ այն ընտրողն է, որ գնում է ընտրատեղամաս եւ փորձում է իր քվեով ապահովել, որպեսզի լինի այնպիսի իշխանություն, որի կառավարում կամ այնպիսի խորհրդարան, որի գոյության օրոք իր համար լավ է լինելու իր համար, իր ընտանիքի համար, իր շրջապատի համար, մի քիչ ավելի հեռու նայող մարդու համար, իր հայրենիքի համար, իր սերունդների համար։ Ցավոք սրտի նույն այդ ընտրողը չափազանց շատ խոցելի վիճակում է։ Շատ ազդեցություններից կարող է խոցվել։ Խոցելի է, որովհետև ծայրահեղ սոցիալական վատ պայմաններում է ապրում։ Խոցելի է, որովհետև ծանր հոգեբանական վիճակի մեջ է գտնվում, առնվազն 20 թվականի պատերազմից հետո բոլոր արհավիրքներից։ Խոցելի է, որովհետև տեղեկատվական գրողների տակ է գտնվում։ Եվ այդ ընտրողով այսքան շատ խոցելիություն ունի պաշտպանության կարիք։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ ընտրողը պաշտպանված լինի։ Հենց դրա համար պետությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին տվել է լիազորություններ, տվել է գումար, տվել է հնարավորություններ, տեխնիկա եւ այլն, որպեսզի ապահովի այդ ընտրողին հնարավորինս քիչ խոցելի դարձնելը պաշտպանի բոլոր տեսակի ազդեցությունից։ Պետությունը կառուցել է այս շենքը եւ ապահովել է, որպեսզի լինի բարձր դատարան, ով որպես վերջնական ատյան ապահովելու է եւ գնահատելու է, որ այդ ընտրողը, որ դեպի լավն էր ցանկանում գնալ իր եւ իր սերունդերի համար լավ ապագա էր ուզում տեսնել, պաշտպանված լինի։ Եթե նույնիսկ բոլոր մարմինները թերանան, եթե բոլոր տեսակից ազդեցությունները լինի, բոլոր ուղղություններով այդ ճնշումը կլինի ֆինանսական, կլինի հոգեբանական, կլինի քրեաիրավական, փորձ կատարվի ազդի այդ ընտրողի կամքի վրա, այս ատյանը, բարձր ատյանը փորձի ապահովել, որ դա այդպես չլինի։ Առնվազն ում որ ճանաչում եմ ես դիմողներից, ոչ մեկ կարծիք չունի, ինչպես դուք ձևակերպեցիք, որ ընտրողը զոմբի է։ Բայց մեր ընտրողը, իսկն հայ ընտրողը, ոչ միայն մեզ քվեարկած, մեր ուժերը ներկայացնող ուժերին քվեարկած ընտրողը, չափազանց շատ խոցելի է եւ ունի պաշտպանության կարիք։ Եվ այսօր էլ հետևելով այս դատական process-ին ներկայացված իբրև թե հիմնավորումներին, որոնք ուղղակի տարական կրթություն չունեցող մարդու մոտ էլ հարցեր են առաջացնում, ինչպես է դա սովորվել այսպես։ Եվ մեր ընտրողը, հայ ընտրողը այն ընտրողն է, ով կարող է ակնկալիք ունենալ, որ սահմանադրական դատարանը ապահովելու է, որ իր ընտրությունների իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ընդմիջում մինչև 16:40 րոպեն։